Վայոց ձորի Մալիշկա գյուղում երեկոյան ժամերին շատերն արդեն զգուշությամբ են դուրս գալիս տնից, քանի որ այսպես ասած ուրվական է շրջում։ Դիմակավորված անայդ անձն արդեն օրեր շարունակ կեսգիշերից հետո շրջում է գյուղի փողոցներով, քարեր նետում տների տանիքներին ու պատուհաններին։ Երեք օրինակ տներից մեկի տեսախցիկներ ֆիքսել նրան։ Բնակիչները սակայն մինչ այժմ չեն հասկանում, ով է իրենց ահաբեկողն ու դիմակի հետևում թաքնվողը եւ ինչու է նա թիրախավորում իրենց տները։ Մալիշկայի դեպքը մեզ հայտնի է արդեն, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, դեռևս չի հայտնաբերվել, հայտնաբերման դեպքում մենք արագ մեր լրատվական ծառայության մեջով հանրությանը կիրազենք։ Ոստիկաններին արդյոք հաջողվել է պարզել այն անձի ինքնությունը, ով օգոստոսի 10-ին Աչափնյակ վարչական շրջանում լքել էր նորածի նախշնակին։ Կոնկրետ այդ դեպքով դեռևս չենք հայտնաբերել նորածնի այդտեղ թողող անձին, հույս ունենք կարճ ժամանակում կհայտնաբերեն։ Անդրադարձ եղավ նաև ամփոփ թվերին։ Այս տարվա առաջին 6 ամիսներին մեր երկրում հանցագործությունների թիվը նվազել է 65-ով, որը հիմնականում պայմանավորված է սեփականության եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի կրճատմամբ։ Ընդհանուր հանցագործությունների կազմում 1.9%-ով էլ նվազել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը։ Այդուհանդերձ մեր երկիրը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ։ Չնայած կանխվել է սպանության 5 փորձ, ընդհանուր առմամբ դրանց թիվն աճել է։ 2025-ի առաջին 6 ամիսներին գրանցվել է 39 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 51, նախորդ տարվանից 12-ով ավելի։ Դիտավորության պարոշությանը ծանր վնաս պատճառելու 107 2025 թվականին 114 դեպք, 2026 թվականին եւ սեռական անձեռնամարտության դեմ ուղղված դեպքերը 82 դեպք 2025 թվականին, 93 դեպք 2026 թվականին։ Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը նշեց, որ տարբեր հարցումների արդյունքում ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունն աճել է։ Առաջին անգամ ՆԳՆ-ն ընդգրկվել է Հայաստանի 50 լավագույն գործատուների ցանկում։ Մկրտչյանը կարևորեց նաև ոստիկանության 4 հենասյուներից յուրաքանչյուրի գործունեությունը։ Բացահայտված եւ հայտնաբերված հանցագործությունների բավականին մեծ մասնաբաժին հայտնաբերվում են հենց մեր բարեկային ծառայողների կողմից, հարյուրավոր դեպքեր հայտնաբերում են հենց մեր ոստիկանության գվարդիայի ծառայողները, այդ թվում հանրային միջավայրում տեղի ունեցող հանցագործություններ, խուլիգանություններ, թմրամիջոցի հետ կապված հանցագործություններ։ Շարունակելով Արմեն Մկրտչյանն ասաց, որ թմրամիջոցների տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում ինչպես Հայաստան ներմուծվող, այնպես էլ երկրում արտադրվող խոշոր խմբաքանակների հայտնաբերման եւ բացահայտման ուղղությամբ։ Ի թիվս այլ հարցերի բանախոսներից հետաքրքրվեցինք նաեւ, թե ավտոմեքենաների կողային ապակիների մքեցման սահմանափակումն ինչ արդյունք է տվել եւ կա վիճակագրություն, որը ցույց է տալիս դրա արդյունավետությունը։ Մենք այս առումով արդյունավետություն ենք տեսնում ՃՏՊ-ների, հատկապես վտանգավոր երկելով ՃՏՊ-ների կրճատման համար, որտեղ հատկապես ուշ ժամերին թաղանթապատ ապակիներով մեքենա վարելը բավականին ռիսկային է, որտեղ տեսանելիությունը շատ թույլ է։ Այդուհանդերձ հաշվի առնելով Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Թուրքիայի եւ եվրոպական մի շարք երկրների փորձը, հնարավոր է Հայաստանում վերանայել գործող սահմանափակումը եւ թույլատրել ավտոմեքենաների կողային ապակիների, օրինակ, մինչեւ 40% մքեցում։ Եթե կան որոշ այդ ոլորտի մասնագետներ, ովքեր կարող են այնպիսի չափ տալ, որ մի կողմից այդ արևապաշտպան ֆունկցիա կունենա, մյուս կողմից չի վնասի, այդ դեպքում կարելի է նայել։ Սիրով կլսենք այդ առաջարկները։ Համակարգում թերություններ իհարկե կան, խոստովանեցին բանախոսները, միաժամանակ վստահեցնելով, որ ոստիկանության բարեփոխումները շարունակվում են, հանցագործությունները ոչ միայն բացահայտելու, այլև կանխելու, քաղաքացիներին իրազեկելու եւ հանրային վստահությունն ամրապնդելու ուղղությամբ, թե որքանով այս մոտեցումը կարտացոլվի արդեն տարեվերջյան վիճակագրության մեջ, ցույց կտա ժամանակը։ Տիգրան Վակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։